Աշխարհում չկա ավելի գեղեցիկ շռայլություն, քան շնորհակալության եւ երախտագիտության շռայլությունը։ Ու մարդը մի շնորհակալ է լինում Բարձրյալին իրեն զավակ, մանավանդ տղայի դեպքում տանջրակ տոհմի շարունակող պարգևելու համար։ Բարձրյալին շնորհակալ եղան խեղված ճակատագրեր էջի այսօրվա հերոսները, երբ տեղեկացան, որ նորից բալիկ են ունենալու։ Ինչ իմանային, որ բալիկը առողջական լուրջ խնդիրներ է ունենալու։ Մինչդեռ նույնիսկ մինչև ծնվելը նրա հետ լուրջ հույսեր էին կապել, որ իրենց նման բժիշկ է դառնալու, կյանքեր փրկելու։ Բայց, ինչպես ասում են, մարդը ենթադրում է, Աստված տնօրինում։ Հիմա ապավինում են Աստծո ողորմածությանը եւ բժշկագիտության հրաշքներին։ Իսկ հրաշքներ լինում են։ Հավատալ է պետք, մեկ էլ բարի մարդկանց աջակցությունը։ Արտասահմանում փոքրիկին բուժելու համար մեծ գումար է անհրաժեշտ։ Ծնողները անձնատուր չեն լինում, սառնասրտորեն պայքարում են։ Ենթագիտակցորեն պայքարում է նաեւ Տիգրանը։ Դա Աստված, որ պայքարը ավարտվի առողջությամբ, թերևս համբերություն եւ կամքի ուժ է պետք։ Այժմ Տաթև Մեսրոպյանի բարերարությունը սրբազան տաճար տեսանյութը։ 3 ամսական Տիգրանի ծնողները բժիշկ են եւ քաջ գիտակցում են իրենց փոքրիկի վիճակի ծանրությունը։ Տիգրանի բարակ աղի 90%-ը չի գործում, թեև օրգանիզմը դիմադրում է։ Ծնվեց շատ նորմալ, ճիճը նորմալ, առանց որևէ խնդիր։ 5-րդ օրը երեխայի մոտ սկսվել է փսխում, ախտորոշվել էր ուրեմն աղիների ոլորում, այսինքն բարակ աղիները ոլորվել էին իրենց շուրջ եւ նեկրոզվել, այսինքն հյուսվածքը մահացել էր աղիների։ Հեռացվել էր բարակ աղու 90%-ը, այսինքն պահպանվել է մոտ 10-15 սանտիմետր բարակ աղի։ Նորմայում երեխաների մոտ այն լինում է մինչև 2 մետր։ Բոլոր բժիշկները հույս չունեին, որ կապրի, բայց ինքը ապացուցեց, որ իր անվան համապատասխան պայքարում է եւ երևակայի մենք հաղթական դուրս կգանք։ Տիգրանի հայրը հուզմունքով պատմեց, որ երբ բժիշկները չեն հուսադրել, թե երեխան կապրի, հենց հիվանդանոցի մատուրում մկրտել են, որ քրիստոնեավայել ճանապարհ են։ Սակայն մկրտելուց հետո իրականացել է ոչ թե փոքրիկին կորցնելու վախը, այլ նրա կյանքը երկարացնելու հույսը։ Կնքելուց հետո երեխայի վիճակը սկսեց կարգավորվել։ Հրաշք կամ չգիտեմ ոնց կմեկնաբանվի, իրոք դա տենց է, դա մեր աչքի առաջ է կատարվել։ Տիգրանի ծնողները եւ բժիշկներն ամեն ինչ անում են, որ երեխան ապրի, սակայն բուժումից բացի ամիսը $5,000 է պետք անհրաժեշտ դեղորայքի համար։ Հիմնականում դեղորայքը Հայաստանում չենք գնում, ձեռք ենք բերում Ռուսաստանից կամ Եվրոպայից, որովհետեւ մեծ մասը գրանցված չի Հայաստանում։ Բուժմանը զուգահեռ Տիգրանը արհեստական սնուցում է ստանում։ Բժիշկները նաև այդ կերպ են երկարացնում երեխայի կյանքը։ Երեխան 24 ժամ միացված է կաթիլային ապարատին, այս 3 օրը մեկ է անջատվում 1 ժամով, գնում ենք հիվանդանոց, որպեսզի անալիզները հանձնենք։ Նույնիսկ սենյակից դուրս չեն գալի, ամբողջ օր երեխան էս անկյունում է իր։ Ծնողներին ավելի շատ անհանգստացնում է այն հանգամանքը, որ երեխային ճիշտ բուժելու համար Հայաստանում համապատասխան մասնագետներ չկան։ Չնայած գոհ են մեր այն բժիշկներից, որոնք ամեն ինչ արել են Տիգրանի կյանքը փրկելու համար։ Նաև շնորհակալ են ուրիշի ցավը իրենցը համարող այն մարդկանցից, որոնց գթասրտության շնորհիվ փոքրիկը շարունակում է բուժում ստանալ։ Ուզում ենք շնորհակալություն հայտնել այն մարդկանց, ովքեր արձագանքելով մեր այս խնդրին օգնեցին, աջակցեցին մեզ եւ հավաքվեց որոշակի գումար նախնական մեր հետազոտվելու բուժվելու համար։ Տիգրանի լիակատար բուժման համար այս պահին անհրաժեշտ է $50,000, քանի որ փոքրիկին պետք է արտասահման տանեն։ Մոտավոր 80,000 եվրոյի կարգի գումար է անհրաժեշտ, որպեսզի նախավիրահատական, վիրահատություն եւ հետվիրահատական շրջանը վարեն այնտեղ, որից 25,000 եվրոյի չափ այդ գումարը արդեն կա։ Աղիքը երկարացվում է հենց բարակ աղիքի շնորհիվ։ Տիգրանը լույս աշխարհ գալուց հետո շատ փորձությունների միջով է անցել, բայց հանգիստ երեխա է։ Նույնիսկ բժիշկների խոսքով իր տարիքից մեծի տպավորություն է թողնում։ Նորածին կամ փոքր երեխա չես ընկալում իրեն։ Իրոք ինքը շատ ավելի գիտակից հայացք ունի, ավելի լուրջ ու ավելի խելացի, այսինքն ինքը իր հայացքով բացատրում է ինչա ուզում այդ բանը։ Իդեպ Տիգրանի մայրը գինեկոլոգ է եւ հղիության ընթացքում բուժել է շատ կանանց եւ հպարտանում է, որ այդ գործին այսպես թե այնպես մասնակցել է նաեւ Տիգրանը։ Մենք միասին ենք աշխատել Տիգրանի հետ, այսինքն օգնել ենք շատ մարդկանց, հատկապես ովքեր որ երեխա չէին ունենում։ Այսինքն այդ բարի գործը մենք միասին ենք արել ու երևակայ շատ մարդիկ գոհ են մնացել, որտեղ արդյունքներ շատ են եղել այդ ընթացքում։
Ծնողները կարծում են, որ եթե Տիգրանը բարի մարդկանց օգնությամբ հաղթի կյանքի ու մահի պայքարում, շարունակելու է իրենց գործը, բժիշկ է դառնալու, որ կյանքեր փրկի։ Տաթև Մեսրոպյան, Զոհրաբ Քարամյան, Հովհաննես Չապարյան, Սուրանկյուն։ Թողարկման երկրորդ հատվածում դիտեք։ Բուֆետի չեք օգտվում, Չէ։ թե ինչ է ուտում դպրոցում դժվար չէ գուշակել։ Վստահ եմ, որ բուֆետի բաները միշտ 100%-անոց թարմ են։ Բաժին են գնում բուլկի, խաչապուրի կամ հոթ-դոգ։ Սխալ ուտելիք, աղի, ճարպոտ եւ քաղցր։ Նախընտրում է սոված մնալ, քան օգտվել բուֆետից։ Սև գույնի բաներ մեջը։ Գործունեության կասեցման մեկ դեպք է եղել։ Սանիտարական պայմաններ է եղել։ Բոլոր բուֆետները վարձակալել ու աշխատացնում են համեղ պատառ եւ սահականուշ ՍՊԸ-ն։ Տնօրենություններ ցուցակը գիտի։ Վաճառվում էին նաեւ չիփսեր ու նման այլ արգելված բաներ։ Գործող բուֆետ առանձի։ Երբ բուֆետում խախտում ես արձանագրում, միանգամից հայտարարում են հակառակը։ Սառը ունենք, տակը չունենք։ Նշել էին ընկերության կատարելիք աշխատանքներն ու գումարի չափը։ $20,000 մինչև տան շինության ավարտը։ Չի կատարում պայմանագրով ստանձնած պարտավորությունները։ $16,000 գումար է, այո։ Կատարված աշխատանքների որակն էլ մեղմ ասած ցածր էր։ Դատախազություններ, միլիցիայություններ ոչ մեկին ինձ բան չեն անել։ Վահեի սպառնալիքները ու պայմանագրի անտեսումը նյարդայնացրել են Գործը ուղարկվել է գլխավոր քննչական վարչություն։ Վարչությունից եկել է Մասիսի շրջանում։ Գործը կարճացին։ նա այդպես էլ ոչինչ չի վճարել։ Ինչ պատճառներով այսօրին կսնանք ճանաչվել։ Վճարված գումարի դիմաց նույնիսկ փող չի ստացել։ Ասեց հողի իմն է։ Իր համար կառուցվող տունն արդեն վաճառվել է։ Հետո ասեց ուրիշը կա սարք։ Ի պատասխան միայն սպառնալիքներ էր լսել։ Նատուրի մի բերո բենզիկը ցան դրած վրա կմարը։ Շատ ենք խոսել մանկապարտեզների մատակարարվող սննդամթերքի որակի մասին։ Դպրոցների բուֆետների վիճակը կարծես ուշադրությունից դուրս է մնացել։ Դպրոցների բուֆետները վտանգավոր են։ Թեման ուսումնասիրելիս նման վերնագրով հոդված գտա կայքերից մեկում, հրապարակված տարիներ առաջ։ Ժամանակներն անցել են, խնդիրները կարծես ոչ։ Մեր նկարն ու խումբն անցնող շաբաթ պարզել է, որ դպրոցների բուֆետներում թույլատրելի եւ անթույլատրելի հստակ չափորոշիչներ չկան։ Բուֆետները վարձակալությամբ տրված են կազմակերպությունների, որոնք զբաղվում են հիմնականում սննդի մատակարարմամբ։ Գործընկերս պարզել է, որ միտեղ, իդեպ բանավոր, արգելված է օրինակ գազավորված ամպելիքի եւ չիփսերի վաճառքը, մեկ այլ տեղում լրիվ այլ բան։ Դպրոցներում սննդի որակի պահպանման պայմանների մասին խոսելը լրիվ ավելորդ է։ Հիշատակածս հոդվածում ներկայացված էր 2008 թվականի վիճակագրությունը։ Սննդամթերքի անվտանգության պետական տեսչությունը Հայաստանում ստուգել էր 71 մանկապարտեզ եւ դպրոց, 26 մարզերում, 45-ը Երևանում։ Մարզերում տուգանվել էին բոլոր հաստատությունները, Երևանում չէր տուգանվել միայն 17-ը։ Իսկ ինչ է կատարվում այսօր։ Հերմինե Բաղդասարյանի «Անմեղները մեղավորների թիրախ» տեսանյութը։ Ապացուցված է, որ սնունդը ազդում է երեխայի առողջության եւ առաջադիմության վրա։ Այսօր դպրոցներում ճաշարան կոչված իհարկե չկա։ Երեխաներն էլ միայն երազել կարող են տաք ուտեստների մասին, որովհետեւ բուֆետը, կարելի է ասել, լավ բիզնես է երեխայի առողջության հաշվին։ Մինչև դպրոց գնալը երեխայի սննդակարգի վերահսկողը ծնողն է, իսկ թե ինչ է ուտում դպրոցում դժվար չէ գուշակել։ Տարբեր երկրների դպրոցներում երեխաներին տրվող սնունդն է ըստ անհրաժեշտ կալորիականության, նախանձելի է, իսկ մեր դպրոցականներին լավագույն դեպքում բաժին են գնում բուլկի, խաչապուրի կամ հոթ-դոգ, այն էլ գումարի դիմաց, բայց երեխաների մեծ մասը պարզվում է սիրում է տնից բերած ուտելիքը։ Ես հաստատ վստահ եմ, որ բուֆետի բաները միշտ 100%-անոց թարմ են։ Երեխան ինչքան ուտում է, այդքան այսպես ասենք fast food-ային ու սխալ ուտելիք, աղի, ճարպոտ եւ քաղցր այնքան դառնում է ավելի ագրեսիվ, անկառավարելի, ավելի թուլանում է երեխայի կենտրոնացումը, երեխայի ուշադրությունը եւ երեխայի մտավոր ընդունակությունները ավելի իջնում են։ Անահիտն օրինակ նախընտրում է սոված մնալ, քան օգտվել բուֆետից։ Մեկ ջուր է գնում։ Աղջիկն օբյեկտիվ պատճառներ ունի։ Զզվել է։ Անսովոր մի հատ սև գույնի բաներ մեջը, դրանից հետո չեմ առել։ Սննդի անվտանգության պետական ծառայությունում նշում են, որ այս տարի իհարկե ոչ բոլոր դպրոցների բուֆետներում, բայց դիտարկումներ արվել են։ Գործունեության կասեցման մեկ դեպք է եղել մարզում։ Մեծ մասամբ պահման պայմաններ է եղել, այնտեղ սանիտարական պայմաններ է եղել, իսկ որը որ հայտնաբերվել է, տրվել է համապատասխան հանձնարարական, որ կարգավորվի այդ խնդիրը։ Համոզվելու համար, թե ինչ եւ ինչպիսի պայմաններում են սնվում երեխաները, եղանք վարչական տարբեր շրջանների մի շարք դպրոցներում։ Բուֆետից չեք օգտվում, Չէ։ Ինչի՞։ Չեմ օգտվում, չգիտեմ։
Պարզվում է, կրթօջախների տնօրենները պայմանագիր են կնքում լիցենզավորված որևէ կազմակերպության հետ ու բուֆետի տարածքը վարձակալության հանձնում։ Մեր այցելած բոլոր բուֆետները վարձակալել ու աշխատացնում են Համեղ Պատառ եւ Սահականուշ ՍՊԸ-ն։ Ինքն է որոշում ինչ պետք է վաճառել, թե տնօրինությունն է։ Ինքն է որոշում, այս բոլոր իրանքները, բոլոր Վիթինա է դա։ Վիթինա, սա գաթա է։ Գաթա, խաչապուրի, կա, սա խաչապուրի է։ Սա սիկիա կարտոֆիլով։ Ով է ասում ինչ բերեն։ Իրենք Համեղ Պատառը իրենք ասում են համագործակցում են քաղաքապետարանի հետ, տնօրինություններ ցուցակը գիտի, ինչ են սպասարկում երեխաներին։ Սահականուշ ՍՊԸ-ի հետ վեշրջանի դպրոցներից մեծ մասն է նրանց հետ պայմանագիր կնքում, այս տարածքը տրել եք իրենց և իրենց ապրանք համոնարարոտ դերում են, վեճիպի իրենց աշխատում։ Մենք լավ գիտենք, թե հետ ոնց է լինում, ինքն է ընտրում, բայց մատնացույց են անում, ասում են այս սրան ես ընտրելու։ Մտանք այս դպրոց ջուր գնելու նպատակով, փոխարենը գնեցինք գազավորված ըմպելիք, վաճառվում էին նաև չիփսեր ու նման այլ արգելված բաներ։ Նկատեցինք, որ բուֆետապանուհին նույնիսկ համապատասխան զգեստով չէ։ Գազավորված ըմպելիք կամ ասենք օրինակ չիփսեր վաճառել։ Եկավ փոխտնօրենն ու զարմացավ, միթե չիփսեր ունեն, հետո արդարացավ, իսկ տնօրենն այդպես էլ չեկավ։ Հետաքրքիր է, երբ ուզում ես որևէ դպրոցի բուֆետ մտնել, թույլտվություն են պահանջում եւ ասում, որ բուֆետը դպրոցի տարածք է, բայց երբ բուֆետում խախտում ես արձանագրում, միանգամից հայտարարում են հակառակը։ Եղանք նաեւ Շենգավիթի այս դպրոցում, տնօրենը տեղում էր, բայց երբ լսեց, որ ուզում ենք բուֆետ մտնել, աշխատասենյակի դուռը շրխկացրեց երեսներից, բայց իհարկե մտանք։ Դպրոցի տարածքում մի րոպե գործող բուֆետ առանձին չի։ Ինչ է թույլատրվել տալիս, հա? Կատնամթերք, բայց ունեք։ Չէ, կատնամթերք չունենք։ Բուտերբրոդներ, երշիկով, նրբերշիկով, չգազավորված եւ թույլ գազավորված ըմպելիքներ, թույլ գազավորվածը ո՞րն է։ Հիմա չունենք։ Կրեմով խմորեղեն ու ուղարկում։ Բայց դա էլ չեն ասել, որ չի կարելի։ Չգիտեմ, այս տարի ուղարկել են մի երկու անգամ, սես կրեմով խմորեղեն։ Խնդիրն այն է, որ դպրոցական սննդի համար հստակ չափանիշներ չկան։ Հայտնի չէ նաև, թե ինչ պայմաններ են դրված մատակարարների առջև։ Իսկ եթե սանիտարահիգիենիկ նորմերն էլ քիչ շատից պահպանվում են, պետք է գոհ լինենք։ Ձեզ մոտ տաք եւ սառը ջուր կա։ Տաք սառը ունենք, տաքը չունենք։ Դե վերանորոգման ընթացքում է, եթե վերանորոգվի ամեն ինչը ընկնի տեղը։ Որպես սննդի օբյեկտ լավ կլինի, որ մեր համապատասխանի սանիտարահիգիենիկ չափանիշներին։ Դե չէ։ Ոլորտը կանոնակարգման անհրաժեշտություն ունի, պետք է մշակվեն հատուկ նորմատիվներ, թե ասենք որ տարիքի երեխային ինչ կալորիականության սնունդ է անհրաժեշտ դպրոցում։ Առողջապահության նախարարությունը խնդիրն ուսումնասիրում է։ Առողջապահության նախարարությունը այս հարցում պատրաստ է իր մասնագիտական ներուժով օգնություն ցուցաբերել մեր գործընկերներին, անպետական մարմիններին, որպեսզի կանոնակարգեն այս դաշտը։ Ուրախալի լուր հատկապես ծնողների համար 2014-ի սեպտեմբերի 1-ից մեկնարկելու է կայուն դպրոցական սնունդ ծրագիրը, որը առողջ սննդով կապահովի նախ մի քանի մարզի դպրոցների, իսկ մինչև 2021 թվականը մնացած մարզերի ու Երևանի դպրոցները։ Իսկ մինչ այդ ամենալավ տարբերակը մնում է տնից բերած նախաճաշը։ Հերմինե Բաղդասարյան, Զոհրաբ Քարամյան, Հովանես Չապարյան, Սուրանկյուն։ Բնակարանաշինության ոլորտում մի քանի պատգամավորների, օլիգարխների եւ նրանց նմանների խարդախությունները դեռ չմարսած նոր ահազանգիր են ստանում, ընդ որում այնպիսի բովանդակությամբ, որ Օստապ Բենդերի գլուխգործոցները անմեղ արարքներ են թվում։ Հայտնի կատակերգությունում հնչած «Ով չի աշխատում, նա ուտում է» ֆրազը Հայաստանում դասական է դարձել բոլոր առումներով։ Խիղճն ու պատիվը կորցնելու դեպքում ընդամենը մի քանի ամսում կարելի է հազարավոր դոլարներ աշխատել։ Երկու փաստի մասին քիչ անց, իսկ մինչ այդ ներկայացվելիք պատմություններում գերական անպատժելիության մթնոլորտն է, ինչի հետևանքով մարդիկ կորցնում են հավատը արդարադատության հանդեպ։ Ասել է, թե աղաղակող խախտումները կան, սակայն ըստ ուժասների խախտված է ոչրի եւ պատժի պատճառահետևանքային կապը։ Եթե որոշում եք տուն կառուցել եւ այդ սուրբ գործը վստահել կառուցապատողին, մի քիչ գոնե մտածեք, այլապես կկանգնեք նույնիսկ տուն ունենալու երազանքը կորցնելու փաստի առջև։ Նոր սխեմայի էությունը հետևյալն է. տուն կառուցելու համար պահանջում են ինչ-որ գումար, ստանում կանխավճար, գցում են տան հիմքերը եւ հետո հայտարարում, թե ինչ-ինչ պատճառներով հետագա շինարարությունը անհնար է։ Պատվիրողը հետ է պահանջում կանխավճարի մի մասը, բնականաբար հաշվի առնելով, որ որոշակի աշխատանքներ են արվել։ Սակայն կառուցապատողը հրաժարվում է վերադարձնել, նշելով, որ շինարարության վրա ծախսվել է ամբողջ գումարը։
Պատվիրողը դիմում է իրավապահ մարմիններին, սակայն սայլը տեղից չի շարժվում։ Ընդ որում դեպքեր կան, երբ նման որոգայթում հայտնվածները տուժել են նույն անձի պատճառով, ուստի ենթադրելի է, որ գործ ունենք նախապես եւ լավ ծրագրված խարդախության հետ։ Ստացվում է, որ պատվերով տուն կառուցելը նույնպես վերածվում է վիճակահանության բախտի բան է։ Ներկայացնում եմ Արմեն Աթալյանի ԱԳՀ միշտ աղքատ է տեսանյութը։ Այնթափ գյուղի այս հատվածում վերջին տարիներին իրար հետևից վեր են խոյացել փոքր առանձնատներ։ Քաղաքին մոտ է, հողը թանկ չէ։ Այս գործոններն են գրավում նորաբնակներին։ Նույն պայմաններով տարված Պապիկյանների ընտանիքը 3 տարի առաջ որոշել էր այստեղ տուն գնել։ Համացանցով տրված հայտարարությամբ գնացել էին այնթափ։ Առաջարկված տունը չէին հավանել, փոխարենը հավանել էին տանտիրոջ Վահե Համբարձումյանի մեկ այլ առաջարկ։ Ասում եմ, մենք ազատ հողեր ունենք, որը կարող եք դուք այդ հողը կնեք, իսկ մենք այդ հողի վրա շարունակենք ձեր ուզած չափագրով տներ։ Կողմերը եկել էին համաձայնության ու պայմանագիր կնքել, որտեղ նշել էին ընկերության կատարելիք աշխատանքներն ու գումարի չափը։ Եկանք համաձայնության, որ $20,000 մինչև տան շինության ավարտը, նրանից հետո 12,000-ը մենք ընթացքում ամեն ամիս 100,000 դրամով պետքա իրան հաշվի համեր բացել մուծենք։ Ամիսներ անց պարզվում է, որ Վահե Համբարձումյանը չի կատարում պայմանագրով ստանձնած պարտավորությունները, չնայած Պապիկյաններն արդեն վճարել էին գումարի մի մասը։ 2011 թվականի դեկտեմբերի 30-ը ավարտել գույքային համալիրի շինմոնտաժային հարդարման $16,100 գումար է, Այս գումարը նշվել է նաև նոտարիատում կողմերի միջև կնքված փոխառության պայմանագրում։ Ի վերջո Վահեն նախատեսված 260 քառակուսի մետր հողատարածքը գրանցել էր Մարգարիտայի որդու Հովհաննեսի անունով, բայց դրանից հետո էլ շինարարությունն առաջ չի գնացել։ Կատարված աշխատանքների որակն էլ մեղմ ասած ցածր էր։ Դա կփաստի նույնիսկ ոչ մասնագետ է։ Վահե Համբարձումյանը պարզ ասեց. գնա ու ուզում ես փող օգտի, Մասիսի դատարաններ, դատախազություններ, միլիցիայություններ, ոչ մեկ էլ ինձ բան չեն անելու։ Ես իր այդ պայմանագիրը կապել, որ ֆունդամենտը թափելու ցոգոլը, անպայման պայասոկը ֆռա արմատուրաներով, եկել եմ տեսել եմ ոչի բան չի արել, արմատուրա չկա, բան չկա, ասում եմ ձեր տված փողը Ես կանել լա շատ, մի բան էլ ավել եմ արել։ Ասում է, նոտարով կապված թուղթը ճղի թափի, ես գործը շարունակեմ։ Չէ, տղեկիդ գերեզմանը կդնեմ, քեզ սենց կանեմ, անենց կանեմ։ Իր ընտանիքի նկատմամբ Վահեի սպառնալիքները ու պայմանագրի անտեսումը նյարդայնացրել էին Մարգարիտայի որդուն, Հովհաննեսին, որն աշխատում է իրավապահ համակարգում։ Աշխատում է ոստիկանության զորքերում, դիմեցին վերադասին, ծառայական հետաքննություն անցկացրել են, գործը ուղարկվել է գլխավոր քննչական վարչություն, վարչությունից եկել է Մասիսի շրջանում, գործը կարճեցին համաձայն չեմ եղել, ես հետաքննությունն եմ ասել։ Պապիկյանները դիմել են նաև դատարան։ Գործը լուծվել է հօգուտ նրանց ու որոշվել է բռնագանձել շինարարից պայմանագրով վերցված գումարը, բայց նա այդպես էլ ոչինչ չի վճարել։ Դատավճիռը ի օգուտ ինձ կալանքի դնել այսքան գումարի չափով Վահե Համբարձումյանի եղած գույքը։ Սարկած տունել ունի, ինքը ասում էր ես բաներ ունեմ, չգիտես ինչ պատճառներով այսօր ինքը սնանք ճանաչվել։ Տարիներ առաջ նման մի պատմության մեջ էր հայտնվել Վարդան Վասիլյանը։ Նա եւս օգտվել է Վահե Համբարձումյանի ծառայություններից, բայց ի տարբերություն Պապիկյանների վճարված գումարի դիմաց նույնիսկ հող չի ստացել։ Ասեց հողի իմն է, սկզբից այդպես ասեց, գործը ես եմ անում, ասեց դու գումարը տուր։ Ես ոչի բանի չես խառնվի, ես ասեց ամեն ինչ կանեմ, պետքա 70 քառակուսի պատրաստի տունը իստար, մենակ առանց ներքին հարդարման, էլի։ Ինչքան փող եք տվել։ $15,700 Այս դեպքում եւս շինարարը շատ երկար ձգձգել է աշխատանքները, որոշ ժամանակ անց էլ Վարդան իմացել է, որ իր համար կառուցվող տունն արդեն վաճառվել է։ Հետո ասեց ուրիշը կա սարքեմ, տեղից մի քիչ վեր է մի հատ էլ սկսեց սարքել։ Սկզբից մի հարկեր, հետո իմացա, որ նորից ուրիշի հա ծախ է, ասեց մի հարկել ավելացել եմ, դե էդի հոգեշ չեմ տա։ Ինչպես Հովհաննեսը, Վարդանը եւս հավաստում է, որ խնդիրը ցանկացել է հարթել անձնական զրույցներով, բայց ի պատասխան միայն սպառնալիքներ էր լսել շինարարի ընկերներից։ Դե մեկի ասածն եմ լավ հիշում, իրան ջեք պատրաշիցելի տեղներ դրե, ասում է 50 տարեկան տղա եմ, 50-ը տրուպ եմ թողել, 51-րդն էլ կթողեմ, ասի արի, հələ միջև այսօր գալիս է։ Վարդանն էլ փորձել է խնդիրը լուծել օրենքի սահմաններում, բայց զարմանալի զուգատիպությամբ արժանացել է մեր առաջին հերոսի ճակատագրին։ Գլխավոր վարչությունում գործը վարույթը սկսեցին, ասեցին քրեական գործը հարուցվել, խարդախությունը կա, հետո ընդեղից գործը փոխանցեցին Մասիսի շրջան, ստեղ էլ իրան ներկայացել են որպես բարեխիղճ, մի խոսքով հանգամանքների զոհ, իբր թե 2 անգամ էլ
իմ համաձայնությամբ տունը վաճառեց։ Ինքը ասեց ուր էլ դիմես ես հարց եմ լուծելու, ասեց ամենադժվարը 6-ում էր, բայց ես 6-ում էլ հարց լուծեցի։ Իդեպ, առաջին տան մոտ նկարահանումների պահին մեզ մոտեցավ Վիգեն անունով մեկը, որը Վահե Համբարձումյանի ընկերն էր, փորձում էր նրան արդարացնել։ Բայց ստե 16000-ի բան կա։ Ստե։ Հա։ Մեռնեմ արդ, ստե մենակ հողը $7-8,000 է ախպերս։ Էսի իմացի որ հաստատ այդ $16000 գործ կա։ Բերեք փորձագիտական Բեր թող մանան։ Եթե ինքը գիտեր որ հողը թանկ է, ինքը չի տեղավորվի, հենց սկզբից թող ասել Ժորժ ջան, չեմ տեղավորվելու։ Ինքն է մեզ առաջարկել։ Չի ստացվում տեղակայում Արմեն ջանը։ Այս գործը որ sense կիսատ մնաց, երկու կողմն էլ մեղավոր են, որ իրար չկարացան հասկանան։ Վահեի հետ հանդիպել չհաջողվեց, այնթափի նրա տանը մարդ չկար, բայց որոշ ժամանակ անց ինքը կապվեց մեզ հետ։ Դատարանը որոշել է, որ դուք պետք է տաք իրանց գումար, հա։ Դատարանը չի որոշել, եթե դատարան չեն մասնակցել, որ սանոցագիր է եկել, ոչ է եկել։ Ես էլ բացատրել եմ, իրանց $16000, ինչ բան է գնացել է հողի, ինչ բան է գնացել է շինարարության։ Պայմանագրով հստակ նշված էր 20000, մենք մեր աչքով տեսանք, դուք ստորագրել եք։ Ինչ է նշված։ Նշված էր, որ այնտեղ այսքան գումարի սահմաններում այս աշխատանքները պետք է արվի մինչև 2011 թվականը։ Թողան հասարական են, ուզում են դերեն հաշտվել են ցենքը։ Դե իսկ հետո ուղղակի նյարդերը տեղի տվեցին ու սկսեց սպառնալ Պապիկյաններին։ Բավը տանենին, սա աշխարհի գնացեք իմեյլը մեռնեմ թե ոչապենցի համը չանեն նատուրի մի վեդո բենզի կլցեն դրանց վրա կվարեն կերան են ձիարտել նրան։ Իրավաբան Կարեն Մեժլիմյանը հանդիպել է նման պատմությունների։ Ի սկզբանե մեծ ռիսկ էր կան, քանի որ շինարարը տունը կառուցում է իր հողի վրա, եթե ունի այսպես ասած գցելու մտադրություն, շատ հանգիստ կիրագործի դա։ Երբ որ տունը պատրաստ է եւ իրավունք պետք է գրանցվի, հենց կառուցապատողի անունով է գրանցվում, այդ դեպքում ինչ ուզի կարող է անել։ Ամեն ինչ սկսվում է պայմանագրից, ասում է փաստաբանը։ Պետք է շատ մանրամասն նշված լինի ամեն ինչ։ Նշվում է թե ինչ մանրահատակ պետք է լինի, նշվում է թե ինչ պատուհաններ, այսինքն պետք է մանրամասն հստակեցնել, որպեսզի կապալառուն հնարավորություն չունենա խաղեր տալու այսպես ասած։ Իսկ ամենակարևորը, որ պայմանագիրն ու վճարումը լինեն փուլային, որպեսզի գոնե քիչ գումար կորի, եթե կառուցապատողը հանկարծ սնանկ ճանաչվի։ Չես ասում, այս 15 միլիոն 20 միլիոնը քեզ կառուցի պրծի տուրին։ Վճարեցիր 1 միլիոն դրամ։ Ռիսկային է այդ 1 միլիոնն է, ինքը կառուցեց։ Տեսնում ես կառուցեց կամ չկառուցեց, այսինքն ռիսկը ընդհանրապես դա է եւ ոչ թե ասենք 20 միլիոնը միանգամից։ Վահե Համբարձումյանի նախկին պատվիրատուները տեղյակ են, որ վերջինը խաբում է իր գրեթե բոլոր հաճախորդներին ու խախտում է նրանց հետ կնքված պայմանագրերը։ Սակայն այդ մարդիկ ուրախ են, որ գոնե ինչ որ բան ստացել են ու հնարավոր է վախենում են բողոքել, քանի որ Վահեն բնակվում է նույն թաղում։ Ինչևէ, այս մարդիկ պահանջում են արդարություն եւ իրենց կորցրած միջոցների վերականգնում։ Երկու ընտանիքն էլ ապրում են վարձով ու այս պատմությունից հետո կորցրել են տուն ունենալու հույսը։ Արմեն Աթալյան, Զոհրաբ Քարամյան, Հովհաննես Չապարյան, Սուրանկյուն։